Մի քանի տարի առաջ հայ սպառողին դեռ ոչ այնքան ճանաչելի ծնեբեկը հանրահռչակելուց, մշակությունը զարգացնելուց հետո Դավթյան Farms-ը ոչ միայն ընդլայնել է սեփական դաշտերը, այլև ուսումնասիրել արտաքին շուկայի պահանջարկը, համախմբել տասնյակ ֆերմերների, հաշվի առել երկրի փոքր ու կտրտված հողագտորների առկայությունն ու ստեղծել ծնեբեկ արտադրողների միություն։ Հաջողված գործի համար ընդամենը մեզ երկու պայման ունենք։ Առաջինը ներդրումներ եւ երկրորդը մասնագիտական գիտելիք։ Այդտեղ է սկսում արդեն ծնեբեկ արտադրողների միության գործը։ Մենք ապահովելու ենք մասնագիտականով, բայց ոչ թե լսարաններում, այլ հենց հողի ներսում։ Այսինքն, եթե մարդիկ պետք է այդ գործով զբաղվեն լավ, զբաղվեն որակով եւ հետագայում արդեն ամբողջականացնելով մեր հնարավորությունները կատարենք արտահանում ավելի մեծ քանակներ արտաքին շուկա։ Միության ձևավորումը ոլորտում մեծ ոգևորություն է առաջացրել։ Արդեն 10 ֆերմեր անդամակցել է, իսկ տարբեր մարզերից մի քանի տասնյակն էլ հայտ է ներկայացրել։ Համեմատության համար տարիներ առաջ տնեբեկի արտադրությունը սահմանափակվում էր դավթյանների մեկ տնտեսությամբ։ Սյունիքում ընդամենը 2000 քառակուսի մետր տարածքում, մինչդեռ այսօր այն արդեն հասնում է 30-ից 35 հեկտարի։ Ի սկզբանե հիմնվել է մեր ծնեբեկը տեղ գյուղ, դա իմ հայրենի գյուղն է, երկրորդը Կոտայք Արագյուղ եւ երրորդը հիմա հիմնել ենք մեծ ընկերություն Արմավիրում։ Բայց մեր միության անդամները գրեթե բոլոր մարզերում են, այսինքն սկսած Լոռի, Շիրակի մարզ, արդեն մեր միության անդամները ոչ թե դեռ պետքա ներդրում անեն, այլ կատարել են ներդրումներ, մեծ ծնեբեկի արտեր են հիմնել։ Դավթյան ընտանիքի մուտքը Արագյուղ վարչական ղեկավարի խոսքով ոչ միայն ներդրումներ է բերել, այլև փոխել է մտածողությունը։ Գյուղում սկսել են մեծ կարևորություն տալ փոքր տարածքից մեծ արդյունք ստանալու գաղափարին, իսկ կառուցվող 1000 քառակուսի մետր սառնարանային տնտեսությունն ու լոգիստիկ կենտրոնը համայնքի համար նոր հնարավորությունների դուռ կբացեն։ Շատ մեծ տնտեսական աճ ենք սպասում, մեծ ֆինանսական ներդրումներ են կատարվում մեծ բային համայնքում ու այդ ծավալը գնալով աճում է։ Իսկ աշխատատեղերի ու գյուղում կատարված ներդրումները ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում ու բարձրացում է ակնկալվում։ Միության ստեղծումը տնտեսական արժեք ապահովելուց բացի նպաստում է ֆերմերների համատեղ աշխատելու մշակույթի ձևավորմանը, ինչը Արման Խոջոյանի խոսքով շատ է կարևորվում պետական աջակցության ծրագրերում։ Ինտենսիվ այգեգործության ծրագրով բարձրաժեք մշակաբույսերի, այս դեպքում ծնեբեկի սուբսիդավորումը կազմում է 12%, ֆերմերի վրա մնում է ընդամենը 2% վարկային բեռ, իսկ մայր գումարի մարումը սկսվում է 4 տարի հետո, երբ դաշտն արդեն ամբողջությամբ բերքատվության է անցնում։ Ես կուզենայի, որպեսզի մենք կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը դիտարկվեին նաև ամբողջ արժեշղթայով, քանի որ որպեսզի ծնեբեկի արտադրությամբ զբաղվի տնտեսվարողը կամ ֆերմերը, ապա իրեն անհրաժեշտ է նաև գյուղտեխնիկա, որտեղ կառավարությունը նույնպես առաջարկում է 0-ից մինչև 2% տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերում լիզինգի ծրագրի շրջանակներում։ Այնուհետև, երբ արտադրությունը արդեն ամբողջական բերքի եկավ, անհրաժեշտ է, որպեսզի այն պահպանվի եւ շուկայահանվի, որտեղ ագրովերամշակման ծրագրի շրջանակում նույնպես նմանատիպ հնարավորություն կա, այստեղ կառավարությունը սուբսիդավորում է 10%-ային կետով։ Այսօր Հայաստանում 40 հեկտարի վրա մշակվող ծնեբեկի 95%-ն արտահանվում է, սակայն արտադրողներին իր շուրջը համախմբած Դավիթ Դավթյանը շեշտում է, արտաքին շուկան չպետք է դառնա միակ ուղղությունը եւ միության նպատակներից է ծնեբեկը հայ սպառողի համար մատչելի դարձնելը, չվնասելով արտադրողի շահերը։ Առնվազն 2 տարի հետո Հայաստանում ծնեբեկի մշակությունը գերազանցելու է 100 հեկտարը, ընդամենը 2 տարվա ընթացքում։ Իսկ 100 հեկտար ծնեբեկը համարժեք է հազարավոր եւ տասնյակ հազարավոր իր արդյունավետությամբ ուրիշ մշակաբույսերին։ 1 հեկտարից ստացվում է 5-ից 7 տոննա ծնեբեկի բերք, որի 1 կիլոգրամը վաճառվում է 2000-ից 4000 դրամով։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, Լուրեր։